Փաշինյան-Ալիև հանդիպում Աբու Դաբիում քննարկման սեղանին թրիփ նախագիծներ։ 183 կողմ 0 դեմ Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել հայ գերիների ազատ արձակման օգտին։ Ինչ նպատակ է հետապնդում Բաքուն ազարֆեյքերով եւ ինչ է թաքնված Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքների հետևում։ Ադրբեջանն ակտիվացրել է քարոզչական գրոհը։ Ռուս-չինական հարաբերությունների համար տարված ցանկացած ժամանակ գարուն է։ Պուտինի հայտարարությունը Սի Ցինփինի հետ հանդիպմանը։ ՀԴՄ կտրոն բուժ ծառայությունների համար վճարելիս նոր փոփոխություններ հարկային օրենսգրքում։ Իրավասությունը զանցառող իրավապահը խստորեն պետք է պատժվի նախարարի խստիվ դատապարտումը։ Գույքը խլում են չնչին գումարի դիմաց Ֆիրդուսի բնակիչների բողոքը։ Գողություն Սուրբ Աստվածածին եկեղեցուց հոգևոր հովվի ահազանգը։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Աբու Դաբիում գտնվող Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի հանձնման մրցանակաբաշխության ընթացքում խոսել են խաղաղության թեմայից։ Փաշինյանի խոսքով այդ արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Ալիևն էլ նշել է, թե երկու երկրները 30 տարի պատերազմի մեջ են եղել, հիմա արդեն խաղաղության։ Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չենք տեսնի խաղաղություն, Հայաստան, Ադրբեջան բառերը միասին, եւ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա ըստ էության կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այնինչ տեղի է ունեցել 2025-ին եւ տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կան հավատ, նվիրվածություն, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա։ Հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի, բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին եւ ժողովուրդներին։ Մենք պատերազմի մեջ էինք ավելի քան 30 տարի։ Հիմա խաղաղության մեջ ենք 6 ամիս։ Ինչպես բազմիցս ասել եմ, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Կարող եմ ասել, որ դա յուրահատուկ զգացողություն է։ Անկախությունից ի վեր մենք խաղաղության մեջ չենք ապրել եւ մենք արագ ենք սովորում։ Այսպիսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո անցած 6 ամիսները եղել են գործընկերության, համագործակցության եւ առաջընթացի ամիսներ դեպի երկարատև եւ կայուն խաղաղություն։ Մերձավոր արևելքը կրկին դառնում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի լուռ միջնորդը։ Տարածաշրջանից հնչող ազդակները դեռևս հստակ չեն, սակայն ակնհայտ է։ Գործընթացը մտնում է նոր փուլ, որտեղ հրապարակային ժեստերն ու փակ քննարկումները նույնքան կարևոր են, որքան դրանց շուրջ ձևավորվող խոսույթը։ Աբու Դաբիում կայացած հանդիպումը ըստ մասնագետների այդ շղթայի հերթական օղակն է՝ լի չբարձրաձայնված հարցերով եւ կանխատեսելի ռիսկերով։ Արաբական աշխարհում Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը անցած տարվա հուլիսին էր։ 5 ժամ տևած հանդիպումից հետո 1 ամիս էլ չէր անցել Վաշինգտոնյան շատերի համար ոչ միանշանակ ընդունելի փաստաթղթերը ստորագրվեցին։ Փաշինյան-Ալիև հանդիպման արարողակարգային կադրերն են կրկին Աբու Դաբիից։ Երկու մասնակիցների ընդլայնված կազմով, ինչպես 25-ին էր։ Կառավարության հաղորդագրությունում նշված է, կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ եւ վկայությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ թրիփի այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Ուղղակիորեն կապված է փետրվարի 9-ին նախատեսված ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ։ Հետևաբար արարողակարգային բաղադրիչից բացի կա նաև բովանդակային բաղադրիչ, որ ուղղակիորեն կապ ունի թրիփի նախագծի եւ ԱՄՆ փոխնախագահի այցի հետ։ Սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների օրակարգի որոշակի ճշգրտման խնդիր կա։ Մեհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների համանախագահներն են նաեւ ներկա։ Ուր է հասել գործընթացը։ Ինֆորմացիոն վակուում է եւ հայկական եւ ադրբեջանական կողմում։ ՔՊԱ-ականներից մի քանի օր առաջ հայտարարեցին Գեղարքունիքի մարզում իբրև թե սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում ադրբեջանական զորքերի հայկական օկուպացված տարածքից դուրս գալու մասին։ Քաղաքագիտական եւ վերլուծական համայնքը Ադրբեջանի կողմից նման քայլ կատարելը քիչ հավանական են համարում։ Ադրբեջանական զորքը հետ չի կանգնելու։ Ոչ մի անգամ զորքը հենց այնպես թղթով հետ չի գնում։ Ենթադրում եմ, որ սահմանագծում եւ սահմանազատում լինելու է բացառապես այն հատվածները, որոնք ուղղակիորեն առնչություն
կապ ունեն այս փուլում թրիփի հետ։ Ճանապարհները մեր տարածքով անցնելու են Մեղրիի հատվածով, այնտեղ հիմնականում երկաթուղային ենթակառուցվածքներն են։ Մյուս ճանապարհային հատվածը Գորիսով Սիսյանով անցնում է դեպի Նախճեվան Բաթաբադի հատված եւ երրորդը Գեղարքունիքի հատվածից Արարատով դեպի Սադակ։ Հələ Տիգրանաշենի հարցը կա, որ այդ կատարվի նախկին իրենց քյարքի պատասխան հիմնավորում չկա, որ Ադրբեջանն է եղել։ Ադրբեջանական կողմը շարունակում է Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումները, ել ավելի ընդլայնում արևմտյան Ադրբեջան խոսույթի մասշտաբներն ու աշխարհագրությունը, խեղաթյուրում Հայաստանի քարտեզը։ Դրան զուգահեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությունն են կարդում։ Կողմերը ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները եւ համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտությունը։ Հնարավոր ադրբեջանցիների այս կամ այն դեղով ինչ-որ մի քանակի Հայաստան վերադառնալու հարց կա։ Ադրբեջանը ելնում է այն մեկնագետից, որ մեր սահմանը պայմանական է, ավելին հստակ ունի որոշակի տարածքների նկատմամբ ակնհայտորեն բացահայտ ռուս մշակված ձևակերպված մահաճներ։ Փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքը եւս շունչը պահած սպասում են արաբական աշխարհից հերթական անակնկալներին, բայց եւ միևնույն ժամանակ վերլուծություններից նկատելի է, որ խաղաղության օրակարգի հաստատման ֆոնին ադրբեջանական կողմը կմեղմացնի պահանջատիրական ագրեսիվ խոսույթը Հայաստանում նախընտրական փուլին ընդառաջ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ֆրանսիայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին, հայտնում է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Լորան Վոկիեի ներկայացրած բանաձևին, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացել է 183 կողմ ձայն։ Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում, գրել է Փափազյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձնեն եվրասիական ընդհանուր կառույցներում Երևանի եւ Մոսկվայի փոխգործակցությանը եւ այդ ուղղությամբ երկխոսությանը։ Այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն է ուղարկվելու Հայաստան, ադրբեջանական լրատվամիջոցներն են գրում։ Նշեմ, որ մինչև օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է հասել հացահատիկով բեռնված մոտ 285 վագոն։ Մյուս թեմաները քիչ անց։ Ռուս-չինական հարաբերությունների համար տարված ցանկացած ժամանակ գարուն է։ Պուտինի հայտարարությունը Սի Ցինփինի հետ հանդիպմանը։ ՀԴՄ կտրոն բուժծառայությունների համար վճարելիս նոր փոփոխություններ հարկային օրենսգրքում։ Իրավասությունը զանցառող իրավապահը խստորեն պետք է պատժվի, նախարարի խստիվ դատապարտումը։ Շարունակենք թողարկումը։ Միջազգային թեմաներ ռուս-չինական հարաբերությունների համար տարված ցանկացած ժամանակ գարուն է, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպման ժամանակ։ Պուտինը բարի ավանդույթ է համարել տարվա սկզբին Սի Ցինփինի հետ շփումները նշելով, որ 2026 թվականի զրույցի ամսաթիվը խորհրդանշական է ընտրված։ Չինական ժողովրդական օրացույցով այսօր գարնան հաստատում լիճուն է, որից հետո հեռանում են սառնամանիքները, գալիս է նորացում եւ նոր ցիկլի սկիզբ բնության մեջ, հավելել է Պուտինը։ Չինաստանի առաջնորդ Սի Ցինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է տարվա առաջին կեսին պաշտոնական այց կատարել Չինաստան եւ Ռուսաստանի նախագահը համաձայնել է։ Հրավերի մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ նրա, Պուտինի եւ Սի Ցինփինի միջև բանակցությունները տևել են 1 ժամ 25 րոպե եւ բովանդակալից են եղել։ Նրանք քննարկել են Իրանի, Վենեսուելայի եւ Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Իրանի իշխանությունները նոր պայմաններ են առաջադրել Միացյալ Նահանգների հետ սպասվող միջուկային բանակցությունների վերաբերյալ։ Ըստ տեղեկության, Թեհրանը ցանկանում է փոխել հանդիպման վայրը, առաջարկելով բանակցությունները Ստամբուլի փոխարեն անցկացնել Օմանում։ Թեհրանը պնդում է, որ հանդիպումը պետք է լինի բացառապես երկկողմ միայն Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աքսիոսի թղթակից Բարակ Ռավիդը հղում անելով աղբյուրին հաստատել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը ընդունել է Թեհրանի խնդրանքը բանակցությունները տեղափոխել Օման։ Նա հաղորդել է նաև, որ բանակցությունները շարունակում են այն մասին, թե արդյոք տարածաշրջանի արաբական եւ մուսուլմանական երկրները կմիանան Օմանում կայանալիք բանակցություններին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանից Ռուսաստան հարստացված ուրանի տեղափոխման նախաձեռնությունը սեղանին է։ Ռուսաստանը մի անգամ առաջարկել է իրանական հարստացված ուրանի պաշարները տեղափոխել իր տարածք։ Այս նախաձեռնությունը մնում է սեղանին։ Միևնույն ժամանակ կարևոր է հաշվի առնել, որ վերոնշյալ պաշարները պատկանում են Իրանին։ Դրանց առկայությունը ոչ մի կերպ չի հակասում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Թեհրանի պարտավորություններին։ Միայն իրանցիներն ունեն դրանից ազատվելու իրավունք, այդ թվում որոշել դրանք տեղափոխել Իրանից դուրս, եւ եթե այո, ապա որտեղ տեղափոխել, ասել է Զախարովան։ Ռուսական զորքերը կշարունակեն մարտնչել Ուկրաինայում այնքան ժամանակ, մինչև Կիևն ընդունի որոշումներ, որոնք կարող են պատերազմի ավարտին հանգեցնել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հայտնի է թե ուկրաինացի, թե ամերիկացի բանակցողներին։ Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայի հայտնի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը։ Վաղը լրանում է 2010 թվականին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Օբամայի եւ Մեդվեդևի ստորագրած պայմանագրի ժամկետը, որը նշանակալի քայլ էր միջուկային զենքի տարածումը զսպելու գործում։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին կոչ է արել երկարաձգել Պրահայի պայմանագիր անունով հայտնի ռազմավարական հարձակողական սպառազինության մասին 3 պայմանագիրը։ Կրկին աջակցություն հայտնելով զինափթափման եւ փոխադարձ համագործակցության համար բոլոր կառուցողական ջանքերին կոչ եմ անում թույլ չտալ այս փաստաթղթի գործողության դադարեցումը առանց դրա իրականացման կոնկրետ եւ արդյունավետ միջոցների ապահովման, ասել է Պոնտիֆիկոսը։ Դաղստանում մաքսային ծառայության եւ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են 122 կիլոգրամ մարիխուանայի անօրինական ներմուծումը երկիր։ Արգելված բույսերը հայտնաբերվել են Ադրբեջանից Ռուսաստան տարանցիկ բեռնատարում։ Բեռի ընդհանուր արժեքը գերազանցում է 200 միլիոն ռուբլին, հարուցվել է քրեական գործ։ Վերադառնանք մեզ մոտ նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում, հայտարարել է Արդարադատության նախարարը մամլո ասուլիսի ժամանակ։ Սրբուհի Գալյանի խոսքով չեն շեղվելու ժամկետներից, մարտին կլինի տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի։ Նախարարն անդրադարձել է քաղաքական բանտարկյալների թեմային, շեշտելով, որ քրեական գործերը չեն հարուցվում քաղաքական հայացքների հիմքով։ Գալյանը խիստ դատապարտել է դաժանաբար ցուցմունքներ կորզել փորձող իրավապահի պահվածքն ու կոշտ արձագանք պահանջել։ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, Արդարադատության նախարարի հայտարարությունն է։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախորդ տարվա ընթացքում ահազանգում էին, որ քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող գործիչները քրեական հետապնդման են ենթարկվում սեփական քաղաքական հայացքների համար։ Արդարադատության նախարարը սակայն վստահեցնում է, որ իրավապահ եւ քննչական մարմինների գործողությունները չունեն քաղաքական ենթատեքստ։ Չի կարելի պատասխանվել քաղաքական հայացքի մարդու ստատուսի, կարգավիճակի ետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, այս փուլում դրա մասին ենք խոսում, ու հետո խոսել քաղաքական հետապնդումների մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին պարտադիր պետքա տրվի հետո քաղաքական ենթատեքստ։ Վերջին 1 տարին աչքի է ընկել համացանցում եւ մեդիա այլ միջոցներով արված հայտարարությունների եւ արտահայտությունների համար մարդկանց քրեական հետապնդման դեպքերի առատությամբ։ Իրավապաշտպանների կարծիքով սա այլախոհության դեմ պայքարի ձև է, որը միջև ընտրություններ ավելի հաճախ է սկսելու կիրառվել։ Նախարար Գալյանը վստահ է սակայն, որ որոշ անձինք խոսքի ազատությունը շփոթում են ատելության խոսքի հետ։ Այսօր ատելության խոսքի որոշ դրսևորումների համար կա քրեական պատասխանատվություն։ Բայց բացի սրանից, մենք հիմա հենց այսօր ինձ մոտ վերջնական քննարկում ենք ունենալու նախագծի այն փաթեթի, որը վերաբերում է ատելության խոսքի դեմ պայքարին ու սահմանելու ենք ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ, նաև ատելության խոսքի զոհ դարձած անձանց համար։ Ատելության խոսքի ընդհանրում է, որ ատելություն ուղղված է ինչ-որ մարդկանց խմբին, այսինքն ինքը թիրախային մի անհատի կամ մի քաղաքական գործի, թեկուզ կոշտ, թեկուզ վատ բառով քննադատությունը չի։ Հայաստանում հիմնականում այդ գործերը, որ լինում են, մեծ մասամբ իրենք վերաբերում են կոնկրետ քաղաքական գործին ուղղված ինչ-որ բառերի, ինչ-որ կոշտ արտահայտությունների, հետո այդ ամենը մեկնաբանվում է որպես քաղաքական հիմքով ատելության խոսք։ Մեդիա միջոցներով ոչ միանշանակ
ժամանակ խոսքի համատեքստում անցած ժամանակահատվածը նշանավորվել է վարչապետ Փաշինյանի հայտարարություններով, որոնք նա արել է օրինակ սրբազան պայքարի քրեական գործով կասկածյալների վերաբերյալ կամ եկեղեցու հետ հակամարտության ֆոնին։ Դրանք երբեմն ընկալվել են որպես անմեղության կանխավարկածի խախտում կամ հանրության տարբեր շերտերին միմյանց դեմ լարող խոսք։ Եկեղեցականների հետ կապված որոշ ապացույցներ նաև հասանելի են դարձվել հանրությանը եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն անելու սեփական հետեւությունները։ Ով է ասել, որ օրինակ եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորություն ունենա զինված օրինակ հեղաշրջում նախապատրաստելու։ Ով է ասել։ Չգիտեմ, ենթադրել առարկա, բայց մենք մեր դատողություններ կարող ենք անել եւ նաեւ նշել եմ, որ դրանք վճռորոշ չեն, պարտադիր չեն։ Երբ որ գործողություններ են մանավանդ տեղի ունենում ուժային կառույցների, եւ վարչապետը Facebook-ով, այսինքն ուղիղ կարելի ասել իրական ժամանակում գրում է մեկնաբանություններ, դատողություններ, թե դատարանը ինչ կանի, ուժայինները ինչ պիտի անեն կամ ինքը անձամբ ինչ կանի այդ պահին հետապնդվողների հետ, դա ոչ այլ ինչա քան ուղղորդում ուժային կառույցների, դա խախտում է 1000-ի սկզբում սկսած իշխանության տաղանջատումից վերջացրած ուղղակի իշխանության չարաշահում։ Սրփուի Գալյանն անդրադարձել է նախորդ օրերին համանցանցում տարածված տեսանյութին, որտեղ իրավապահը փորձում է կտանքներով ցուցմունքներ կոզել ինչ-որ քաղաքացուց։ Նախարարը խիստ դատապատում է այդ երևույթը եւ անհրաժեշտ է համարում կոշտ արձագանքել, այն է պատժել մեղավորին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ նախօրեին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն քրեական վարույթ նախաձեռնելու եւ անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել գլխավոր դատախազություն։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի եւ դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Էլեկտրոնային ՀԴՄ բուժ ծառայությունների համար վճարելիս բժշկական կենտրոններում վճարում ենք բացառապես անկանխիկ եղանակով, իշխանական падգամավորներն առաջարկում են հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել, սահմանելով պարտադիր պայման, որ յուրաքանչյուր վճարման դիմաց ոչ միայն պոստտերմինալները, այլև վճարահաշվարկայինները քաղաքացուն տրամադրեն թվային ՀԴՄ կտրոն։ Տվյալները կփոխանցվեն Արմեդ համակարգ, կվերլուծեն, կհասկանան պարտադիր առողջության ապահովագրության խնդիրները։ Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում անդրադառնալով հենց ապահովագրությանը, ընդդիմությունից էլ հայտարարել են, որ միաժամանակ մի քանի տեղ աշխատող քաղաքացիները պետական հիմնադրամ վճարում են մի քանի անգամ, ինչն ըստ նրանց անթույլատրելի է, որքան էլ խոստանան, թե պարտադիր վճարաչափից ավելի գանձվածը կվերադարձվի։ Եթե այս համակարգերը կան, իսկ կան, ձեր նախագիծը նաև դա է գալիս ապացուցելու, ապա եթե չեն լուծել մինչև ապահովագրական համակարգի գործարկումը, ապա վարկյան առաջ պետք է այդ հարցը լուծեն։ Սա շատ վտանգավոր է, հատկապես այս համակարգի նկատմամբ մարդկանց մոտ հանկարծ չառաջանան որոշակի բացասական միտումներ, պակաս կարևոր չի այն քաղաքացու շահը, ով ում համար այդ ծառայությունը մատուցվում է։ Դա տեխնիկական հարց է եւ ինչպես պարոն Թունյանը նշեց, նույնը եղել է դրոշմանիշային, չէ, վճարների հետ կապված, ես դա հիշում եմ։ Ուղղակի պետք է քաղաքացու կյանք ավելի հեշտացնել, ոչ թե թողնել, որպեսզի նա դիմումի հիման վրա դա հետո հետ ստանա, այլ ավտոմատ կերպով։ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է գինու աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Մայիսի 21-ից 23-ը Հայաստանում համախմբվելու են ավելի քան 400 պրոֆեսիոնալ համտեսող եւ գինու մասնագետներ 65 երկրից։ Ժյուրին կույր համտեսի միջոցով գնահատելու է մոտ 10,000 տեսակի գինի եւ ընտրելու է մրցանակակիրներին ու գլխավոր հաղթողին։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրենի խոսքով մրցույթի անցկացումը Հայաստանում բացառիկ հնարավորություն է հայկական գինին միջազգային հարթակում ներկայացնելու։ Չելույթյան եւ դիրքավորման առումով բավականին մեծ հնարավորություն է եւ մենք այժմ բոլոր մեր գործընկերների հետ աշխատում ենք ինչպես պետք է դիրքավորել, այնինչ կարեւոր ուղերձներ պետք է մենք փոխանցենք մեր հյուրերին, որպեսզի այդ տպավորությունը լինի ավելի ազդեցիկ եւ շեշտը դնում ենք մեր տեղածին սորտերի վրա, ճանաչելի դարձնելով մեր կարևորագույն սորտերը, մեր տարածաշրջանները,
գինու զբոսաշրջությունը։ Զորակոչի թվերի աճը ներկայացվում է որպես հաջողություն, սակայն այդ աճի գինը առողջական ռիսկերի մասին լուրջ հարցեր է բացում։ Տարեվերջին առանց հրապարակային քննարկման ստացված հիվանդությունների ցանկը փոխել է զորակոչի տրամաբանությունը, սահմանը տեղափոխելով բժշկական անվտանգությունից դեպի քանակական ցուցանիշներ։ Իսկ արդյոք համակարգը պատրաստ է կրել այդ որոշումների հետևանքների պատասխանատվությունը, հարց է, որն այսօր ավելի շատ է հնչում եւ պատասխաններ չի ստանում։ Մասնագետները մտահոգված են, եթե օրինակ գլխուղեղի անոմալիայով զորակոչի կհայտնվի բանակում, ինչպիսի անդրադարձ դա կարող է ունենալ բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի եւ պաշտպանունակության վրա։ Զորակոչիկների առողջական ցուցանիշների ցանկը էապես խստացրել են։ Կառավարությունը այստեղ փոփոխություններ է կատարել։ Մի շարք հիվանդություններ, որոնց արկայության դեպքում նախկինում հնարավոր էր ստանալ տարկետում կամ ազատում պարտադիր զինծառայությունից, այժմ այլևս նման հիմք չեն ստեղծում։ Որոշումը կառավարությունը ընդունել է անցած տարվա դեկտեմբերի նիստում, միանգամից առանց հանրային քննարկման։ Փոփոխությունների արդյունքում զինվորական ծառայության ենթակա են դառնում նաև այն անձինք, ովքեր ունեն օրինակ գլխուղեղի անոթային անոմալիաներ։ Այս հանգամանքը լուրջ մտահոգություններ է առաջացրել իրավապաշտպանների ու մասնագետների շրջանում։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի խոսքով նման խնդիրների շուրջ տարիներ շարունակ քննարկումներ են եղել։ Նշում է, որ նախկինում, երբ զորակոչիկները սեփական միջոցներով անցնում էին հետազոտություններ եւ նրանց մոտ հայտնաբերվում էր օրինակ գլխուղեղի ուռուցքային գոյացություն կիստա, սովորաբար տարկետում էր տրվում։ Եթե ենթադրենք անձը գտնվում է ծառայության ընթացքում մարտական հերթափոխում, մարտական հերթապահություն է իրականացնում եւ դիրքերում է, ինչքանով օպերատիվ եւ արագ կկարողանան իրեն իջեցնել, տանել հոսպիտալ։ Իրավապաշտպանի խոսքով խնդիրն այն է, որ ծառայության ընթացքում զինվորների ծանրաբեռնվածությունն ավելանում է եւ ցանկացած պահի կարող է առողջական վիճակը վատթարանալ, իսկ քաղաքացիական կյանքում բուժ հաստատություններ դիմելու հնարավորությունը ավելի մեծ է։ Այս քայլով պաշտպանության նախարարությունը ակնկալում է մեծացնել զորակոչիկների թիվը, սակայն մասնագետները հարցնում են, որքան արդարացված է դա եւ ինչ պարտավորություն է կրելու պետությունը, եթե ծառայության ընթացքում առողջական խնդիրները խորանան ու լուրջ խնդիրներ ստեղծվեն։ Այս մասին տեղեկություններ չկան, փոխարենը պաշտպանական գերատեսչությունում զորակոչի բարձրացող կորից են խոսում։ 2023-ի համեմատ 25 թվականին մենք ունեցել ենք զորակոչի 19% աճ։ Սա մեր փոփոխությունների ոչ միայն օրենսդրական, այլև կառավարության որոշումների, մասնավորապես 404-405 որոշումների փոփոխության արդյունքներն են, եւ սա համարում եմ էական հաջողություն։ Մասնագետները սակայն չեն համաձայնվում։ Հարցնում են, ինչ էական հաջողության մասին է խոսքը, երբ առողջական լուրջ խնդիր ունեցող տղան կարող է հայտնվել բանակում։ Արդյունքում վստահաբար ազդում է մարդնակության վրա, ավելին մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի մեջ եթե ներգրավում են նման մարդիկ, դա ինքնին արդեն այն մարտական խնդիրը, որ դրված է խմբի կամ մարտական հենակետի վրա, վտանգված է ամբողջովին լիարժեք տալու համար։ Մասնագետները նաև ուշադրություն են հրավիրում բժշկական հանձնաժողովների աշխատանքի վրա։ Ասում են, բազմաթիվ բողոքներ կան կապված հիվանդությունների ոչ ամբողջական կամ ոչ օբյեկտիվ գնահատման հետ։ Որոշ դեպքերում զորակոչիկները միայն սեփական նախաձեռնությամբ եւ ֆինանսական միջոցներով կատարված հետազոտությունների արդյունքում են կարողանում ապացուցել, որ իրենց առողջական խնդիրը ավելի լուրջ է, քան ներկայացված է պաշտոնական փաստաթղթերում։ Քնարիկ Պետրոսյան, ԺԱՄ լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Գույքը խլում են չնչին գումարի դիմաց Ֆիրդուսի բնակիչների բողոքը։ Գողություն Սուրբ Աստվածածին եկեղեցուց հոգևոր հովվի ահազանգը։ Մետյո աշխարհկայուն երկինք ավելին հաջորդ հիվ։ Շարունակենք թողարկումը։ Հանրապետության 4 քաղաքներում Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում, Արարատում, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին տեղեկացնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ը։ Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Արդարադատության նախարարության դիմաց, պնդելով, որ գերակա շահ ճանաչված իրենց տները շուկայական գնով չեն գնահատում։ Բնակիչների խոսքով պատկան մարմինները տան զննություն չեն իրականացրել, այս հարցով բազմաթիվ նամակներ են գրել վարչապետ Փաշինյանին, տարբեր գերատեսչությունների, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ապարդյուն։
Բողոքում են, բնակիչ կա, որի տունը հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է, սակայն փոխհատուցում տրված գումարով չեն կարողանում Երևանի ծայրամասային թաղամասում համապատասխան տուն գնել։ Քանդելուց հետո դատական հայցը գնաց։ Շարունակվեց 5 տարի հետո վճիռը տվեցին, քեզ $100,000 էին տվել խոսքի օրինակ, 100,000 էլ ավելացնում են։ Բայց այդ կամպանիան, որ սնանկ ճանաչվեց, այդ բեռը ով է իր վրա վերցնելու, պետությունը, Ինչի համար քո շահը որն է, որ դու այդ բեռի տակ ես մտնում։ Մենք առաջարկում ենք խումբ կազմեք, բան արեք, մենք բոլորս օգնենք այդ օրենքը նենց շտկեն, որ ում մոտ գերակաշահ որ թաղամասում հայտարարեն, մարդիկ ուրախանան, ասեն մեր վիճակը բարելավելու է։ Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 13 ավտովթար, 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել, կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ։ Այս եւ մյուս կարևոր թեմաները մեկտեղել է Նաիրի Մուրադյանը։ Էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել։ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով Հայաստանի քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն, այլապես չեն կարող աշխատել։ Որքան էլ փաստացի ժամանակ է տրվում քաղաքացիներին ID քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, այդուամենայնիվ նրանք դա թողնում են վերջին օրվան։ Արդյունքում հերթեր են առաջանում քարտեր ստանալու հետ կապված։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմելու է ազգային ժողովին փոփոխություններ կատարելու համար։ Նախատեսվում է նաեւ ներդնել ID քարտերի նոր համակարգ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալ։ Քաղաքացիները մինչև տարվա վերջ կարող են օրինականացնել իրենց ինքնակամ շինությունները, եթե դրանք հաշվառվել են մինչև 2021 թվականը օդային լուսանկարահամամբ։ Քաղաքացին կարող է Google Earth եւ նմանատիպ ծրագրային փաթեթներով տեսնել, թե որ թվականին է կառուցված շինությունը, առկա է այդ շինությունը թե ոչ։ Շինության սեփականատերը պետք է համոզվի նաեւ օբյեկտը կառուցվել է մինչև այդ նկարահանման իրականացումը թե ոչ։ Կառուցած օբյեկտը հաշվառելուց հետո քաղաքացին կարող է սկսել ինքնակամ շինության օրինականացման գործընթացը դիմելով համայնքին։ Շինության սեփականատերը պետք է վճարումներ կատարի եւ փաստաթղթերը ներկայացնի իրավունքի պետական գրանցման։ Ֆիլոքսերիա հիվանդությունը վերջին 20 տարում աննահանջ տարածվում է Տավուշում ու Արարատյան դաշտում։ Ըստ մասնագետների այն Արարատյան դաշտում տարածվել է բերովի միջազգային սորտերից, որոնցով 2000-ականներին այգիներ են հիմնվել։ Հայաստանում վերլուծվել են ֆիլոքսերիայի հարուցիչի Phylloxera լվիճի գենետիկական ենթատեսակները, պարզելու դրա տարածման ուղիները։ Այս հարուցիչի հայտնաբերման ակտիվ աշխատանքներ են սկսել Վայոց ձորում։ Ըստ մասնագետների, ֆիլոքսերիայի արագ տարածման դեպքում պետք է փոխվեն այգիները պատրաստված տնկիներով։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հիմնել մաքրասորտ տնկարաններ, որտեղից կօգտվեն մասնավոր այգիները։ Հայաստանում հանցավոր խումբ է բացահայտվել, որը սպանություններ է նախապատրաստել, կատարել ավազակային հարձակում եւ բնակարանային գողություններ։ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հանցավոր խմբի անդամները միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին դիմել են այսպես կոչված քրեական ենթամշակույթ կրողների, նաեւ մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին։ Հանցավոր խմբի 10 անդամները հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, նաև գույք ոչնչացնելու կամ վնասելու եւ թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով։ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատ արձակվածների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է 33-ով։ Կառավարությունը վաղաժամկետ ազատ արձակելու հարցում դիտարկում է ոչ թե համաներումը, այլ կենտրոնանում անձանց անհատականացնող մեթոդների վրա։ Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը ըստ Արդարադատության նախարարի այդ մեթոդներից մեկն է։ 2025 թվականին պատժից վաղաժամկետ ազատվել է 171 անձ, իսկ 2024-ի ընթացքում 138-ը։ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորն իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ եկեղեցուց գոհություն են կատարել։ Հոգևոր հովիվը խնդրել է քաղաքացուն ճանաչողներին կապ հաստատել իր հետ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսկ այժմ եղանակի տեսությունը կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով
Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առանց ստեղումների, հարևոտ երկնքով, ջերմաստիճանը կնվազի եւս 4-ի, շայնուհետև կբարձրանա։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 2-ից 5 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 4-ից 6 աստիճան տաքություն։ Լոռիում 3-ից 7, Տավուշում 4-ից 8 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 5-ից 7, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 8-ից 11, Սյունիքի նախալեռներում 1-ից 4 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 4-ից 6 աստիճան ցուրտ, ցերեկը 3-ից 5 աստիճան տաքություն, երեկոյան 0-ից 2 աստիճան ցուրտ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ խաղաղ երեկո, ցտեսություն։